Լսել եք շշուկները, Պուտինը Սամվել Կարապետյանին ուզում է Հայաստանի վարչապետ դարձնել։ Այդ հարցը կարող ենք դնել մի կողմ։ Կարճ է կապում փաստաբանը, Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել։ Սամվել Կարապետյանը նաև Ռուսաստանի քաղաքացի է։ Մեր օրենսդրության համաձայն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին կարող է լինել կառավարության անդամ, ազգային ժողովի պատգամավոր, ասեկոսեներից դուրս մի փաստ է արձանագրում փաստաբանը։ Մի փոքրիկ խմբակ Հայաստանում քաղաքական հետապնդման է ենթարկվում հայ գործարարը, քանի որ չի ողջունել Փաշինյանի հակաեկեղեցական արշավը։ Գլխավոր դատախազն անձամբ է զբաղվում Կարապետյանի գործով։ Ավելին, հենց տիկին դատախազն է քննչական կոմիտե հաղորդում ներկայացրել գործարարի դեմ։ Ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հարցի, այլ հենց հաղորդում ներկայացնի։ Այսինքն Աննա Վարդապետյանը լսել է Սամվել Կարապետյանի հարցազրույցը, հանցանք է տեսել նրա, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին հայտարարության մեջ ու հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Այստեղ մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։ Այսինքն քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Ինչ որ զուգադիպությամբ Փաշինյանի զայրացկոտ ստատուսներից հետո է սկսվել հետապնդումը։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո էր Փաշինյանը Facebook-ում խմբագրել նրա խոսքը. մասնակցել բառը փոխել, միջամտել բառով ու սպառնացել։ Ասում է մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Ժամերի ընթացքում ձերբակալում, մի քանի հաջորդող ժամերի ընթացքում կալանքի միջնորդություն, այնուհետև կալանավորում, այնուհետև Արմեն Դանիելյան, այնուհետև Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեսակցությունների սահմանափակման ռեժիմով։ Եթե Հայաստանն իսկապես ժողովրդավար երկիր լիներ, իսկ արդարադատությունն էլ զանգով չլիներ, Սամվել Կարապետյանն այս փուլում չէր կալանավորվի։ Իդեպ, եթե այս գործը ըստ էության քննվի դատարանում, պատիժը կարող է լինել տուգանք, բայց Սամվել Կարապետյանը հիմա կալանավորված։ ՔՊԱ-ականներն իրենց հարցազրույցներում ավելի հեռու են գնացել ու Կարապետյանին մեղադրում են ահաբեկչություն ֆինանսավորելու համար։ Նրանց այդպիսի գաղափար է տվել այս թղթոնը, որ խուզարկողներն իբրև դուրս էին բերել ահաբեկչության գործով կասկածյալներից մեկի տնից։ 2024-ին գրված այս թուղթը ըստ ընդդիմադիրների հենց իշխանամերձ շրջանակներն են սարքել։ Կներեք, դրանով մարդուն ինչ որ անուղակի թեկուզ մեղսագրում անելը աբսուրդ է։ Աբսուրդ է, երբ վարչապետի մուրճը ընդդիմախոսների գլխին տալու սպառնալիքը գլխավոր դատախազությունը ահաբեկում չի համարում, հակաեկեղեցական արշավին խոչընդոտելու պատրաստակամությունը համարում է։ Եվ Սամվել Կարապետյանին կալանավորել են, որ փորձեն բիզնեսը խլել։ Վարդևանյանն այսպես է մեկնաբանում հեծն ազգայնացնելու Փաշինյանի որոշումը։ Պատկերացրեք, դուք ունեք ձեր ավտոմեքենա, դուք վարում եք ձեր ավտոմեքենան, վարում եք լավ կամ վատ, դա կքննարկենք առանձին, բայց բարեկային ծառայողը ձեզ կանգնեցնում է եւ ասում է, գիտես ինչ, ես եմ քշելու քո ավտոմեքենան, կամ ես կբերեմ մեկի, ով որ կսկսի քշել քո ավտոմեքենան, եղավ։ Այս նախագիծը դրա մասին է։ Սամվել Կարապետյանի ազատության համար նաև միջազգային ատյաններ են դիմելու նրա փաստաբանները։ Այլ նույնիսկ իր լուսանկարները եւս բերման են ենթարկվում եւ այնուհետեւ կալանավորվում։ Թե որքան կմնան Կարապետյանն ու լուսանկարները կալանքում, Վարդևանյանը դժվարանում է ասել։ Նրա խոսքով դժվար է սթափ կանխատեսում անել, երբ ամեն բան խելագարության կանխավարկածով է կառավարվում։ Ալփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։